Շուշի հադրութի դեօկուպացիա լինելու է ձեր նախընտրական ծրագրը։ Ոչ։ Ինչու՞։ Սերժ Սարգսյանը խոսել է նաև խաղաղության համաձայնագրի մասին, ասել, որ դա մոլորեցնող է եւ միակողմանի, խոսելով նաև բանակցային գործընթացի մասին հնարավորություն տեսնում է դա վերադարձնել միջազգային օրակարգ, բանակցողին փոխելու եւ նաև այսպիսի ձևակերպում է արել, որ համարժեք իրավական գնահատականի արժանանան վարչախմբի գործողությունները։ Դժվար է մեկնաբանել այս անիմաստ հայտարարությունները, պետք է ասել հետևյալը, ես ձեզ բոլորիդ ուզում եմ հիշեցնել, որ 2023 թվականի, եթե չեմ սխալվում, օգոստոսն էր կամ սեպտեմբերի սկիզբն էր, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ուղիղ հովանավորության տակ գտնվող ուժերը եւ Դաշնակցության Լեռնային Ղարաբաղում իրականացրեցին իշխանափոխություն։ Արայք Հարությունյանը հրաժարական տվեց։ Իրենց ուժերը ընտրեցին պարոն Շահրամանյանին։ Այդ նույն օրերին, այսօրվա պես ես հիշում եմ, Ազատության հրապարակում անցկացնում էին հանրահավաք, որտեղ լրագրողները, եթե չեմ սխալվում, նույնիսկ նարեկներ կարող է, բայց վստահ չեմ, կամ փայլակներ, մոտեցան Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, հարցրեցին, ինչպես է գնահատում իրադարձությունները Ստեփանակերտում, ասեցի շատ լավ, ուրախ ենք, հույս ունենք, որ նույնը տեղի կունենա Հայաստանում։ Դրանից օրեր անց կամ շաբաթներ անց Լեռնային Ղարաբաղը հայաթափվեց։ Այս մարդկանց եւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ամբողջ քաղաքական հետագիծը սկսած 1998 թվականից նվիրված է հետեւյալ ֆորմուլային։ Այդ ֆորմուլան կայանում է հետեւյալում. Դրոշակ դարձնել Լեռնային Ղարաբաղը, դա օգտագործել Հայաստանում իշխանություն զավթելու համար, իդեպ, երբ որ ասում են իշխանազավթումը կիրառելի է միայն Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի բոլոր տարիներին, որովհետեւ այդ մարդիկ մեկ անգամ իրենց կյանքում ընտրություն հաղթած չկան։ Զավթել իշխանություն, հես այդ հարցը տակ կպատասխան։ Զավթել իշխանությունը այդ պատրվակով, կեղեքել, հարստահարել, թալանել Հայաստանի ժողովրդին ու այս է իրանց կյանքը, իրանք ուրիշ քաղաքականություն չունեն, իրանք թքած ունեն թե Հայաստանի ինքնիշխանության վրա, թե ժողովրդավարության վրա, եթե հարցնեք որտեղից էին պնդումը, որովհետև Սերժ Սարգսյանը մի մարդ է, որ 2018 թվականին ասում է Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի, 2025 թվականին ասում է իշխանազավթում է տեղի ունեցել։ Մի հարց էլ տամ էլի, եթե ինքը ասում է, որ հայ ժողովուրդը սխալվեց, մեծ հաշվով դա էր ասում երևի Սերժ Սարգսյանը, չէ՞ որ մոլորեցրին հայ ժողովրդին։ Լավ, ենթադրենք, իր տրամաբանությամբ մոլորեցրին։ Հետևաբար ինչու է 2018 թվականին տեղի ունեցած իշխանազավթումը։ Ով է ումից զավթել իշխանությունը, ոնց ինչ մեխանիզմով։ Ասում եք ընտրություններում հաղթած չկան, բայց պատերազմներում էլ պարտված չկան։ Որ իշխանության ժամանակ ենք ավելի շատ կորուստներ ունեցել։ Սերժ Սարգսյանի, Քոչարյանի, թե ձեր իշխանության ժամանակ։ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը իմ նկարագրած հետագծի բերումով մեծագույն դերակատարություն եւ մեղք ունեն Լեռնային Ղարաբաղի հայաթափման հարցում եւ դրա վերջին արարը այն էլ ինչ ես նկարագրեցի, երբ որ իրենք Լեռնային Ղարաբաղում իրականացրեցին իշխանափոխություն եւ դրանից շաբաթներ կամ օրեր անց Լեռնային Ղարաբաղը հայաթափվեց։ Եթե դա չլիներ, ձեզ կհաջողվեր Արցախի ժողովրդի իրավունքների եւ անվտանգ ապրելու հարցը Լեռնային Ղարաբաղում միջազգային մեխանիզմներով ապահովել։ Մենք ամեն ինչ անում ենք դրա համար։ Բայց կստացվեր։ Դուք հիմա հիպոթետիկ հարց եք տալիս, ես կարծում եմ կստացվեր։ Այո, ես մեղադրում եմ իրենց տապալելու մեջ դա եւ ես ասում եմ, որ մենք անում էինք ամեն ինչ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարողանար անվտանգ ապրել Լեռնային Ղարաբաղում, բայց հետո եղավ այն, ինչ եղավ։ Բայց ձեր օրակարգի նշաձողը իջեցնելուց անցել էր ավելի քան 1 տարի, բայց դուք ոչ մի կերպ չէիք ասում, թե չէիք ամեն դեպքում բացահայտում մենք բազմիցս խոսում, բայց թողեք պատասխանեմ ձեր հարցին։ Ես լսում եմ ձեր հարցը եւ ասում եմ մենք բազմիցս ենք խոսել սրա մասին։ Մենք բազմիցս ենք խոսել, որ այն ժամանակ մեր քաղաքականությունը միտված էր նրան, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ուղիղ բանակցեն Ադրբեջանի հետ, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության եւ իրավունքների շուրջ խոսվել է նրա մասին, այդ թվում Նախարարության վերջին պատասխանի մեջ ձեր լրատվամիջոցին, եթե չեմ սխալվում, ի դեպ, որ կային նախաձեռնություններ այդ թվում հանդիպումների 3-րդ երկրներում, խոսվել է նաև այն մասին, թե ովքեր նախընտրեցին Եվլախը
օրինակ ինտեգրացիայի օրակարգն էր պարտադրում Բաքուն, ասում էր լուծարեք ամեն ինչ եւ եկեք ինտեգրացիայի դա էր ձեր ներողություն, իսկ Սերժ Սարգսյան եւ Ռոբերտ Քոչարյանի կողմից Լեռնային Ղարաբաղում իշխանափոխության իրականացումից հետո այդ լուծարումը տեղի ունեցավ, թե տեղի չունեցավ։ Այդ լուծարման ներողություն, մի վարքան թողեք, ես պետք է ավարտեմ։ Լեռնային Ղարաբաղի լուծարման փաստաթուղթը մենք ենք ստորագրել, թե իրենց պրոտեժեները։ Ես էլ ձեզ պատասխանում եմ այն, ինչ բխում է ձեր հարցից։ Լուծարման փաստաթուղթը առ ոչինչ, ինչքան ասեն ձեզ, պարոն Ռուբինյան, առ ոչինչ, ոչ մյուս չունի այդ լուծարման պայմանագիրը, իրենք ասում են դա։ Ինչ է։ Մի քանի Դե հիմա ուշ տալիս մի փաստաթղթի, որը ոչ մի բան է։ Հարգելի գործընկերներ, մենք հիմա բան ենք, մանկապարտեզ ենք քննարկում։ Մարդիկ բան են ստորագրել, ինչ նշանակում առ ոչինչ։ Այդ հրամանագիր։ Ես հարցնում էի, դուք փոխեցիք Արցախի բանակցությունների ամբողջ տրամաբանությունը, այսինքն ապրիլին 2022-ի, երբ որ ասացիք, որ պետք է իջեցնել նշաձողը եւ խոսել իրավունքներից եւ Իսկ դուք նկատել եք, որ իսկ դուք ներողություն։ Միջազգային լայն կոնսոլիդացիա, հիմա բայց ապահովվեց այդ կոնսոլիդացիան, տեսեք։ Դուք իրավացիորեն նշում եք, որ մենք ասացինք, որ որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը եւ իրավունքները ապահովվի, մենք պիտի իջեցնենք նշաձողը մեր տրամաբանության մեջ։ Հասկացա, թողեք որ պատասխանեմ։ Եվ մենք իջեցրեցինք, ինչպես դուք դա ասում եք։ Եվ այն ժամանակ էլի Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի խմբակը իշխանազավթների, նախկին իշխանազավթների եւ Լեռնային Ղարաբաղի գրեթե ամբողջ էլիտան, այսինքն մեծ մասը կուսակցությունների, նախկին նախագահները, այդ պահի նախագահները մեզ ասում էին դավաճաններ, այսինչ եք անում, ոչ մի դեպքում անկախությունից պետք է շարունակենք խոսել Լեռնային Ղարաբաղի անկախության մասին, այնտեղ նաեւ Եթե չեմ սխալվում, ազգային ժողովն էր Լեռնային Ղարաբաղի հայտարարություն ընդունում, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ 7 շրջանները նույնպես Լեռնային Ղարաբաղի մաս են եւ այսպես շարունակ։ Մի խոսքով ստանդարտ դավաճան քպիականներ, մենք հայրենասեր ենք եւ այլն, ինչպես եք հանդգնում խոսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության մասին եւ չխոսել անկախության մասին եւ այլն եւ այլն։ Հիմա 2025 թվական, ընդ որում ես ինչ որ ասում եմ իրենց դիրքորոշումը, ըստ էության իրենց դիրքորոշումը հետագայում դարձավ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների էլիտայի դիրքորոշում եւ ընդհանուր մինչեւ 2023 թվականի էթնիկ զտումը իրենք այդ դիրքորոշման շրջանակներում էին եւ մեր այսպես ասած իջեցված նշաձողի տրամաբանությանը դեմ էին եւ մեր քաղաքականության դեմ էին իրենք գնացին իրենց քաղաքականության թողեք ավարտեմ արդյունքում հիմա դուք լսել եք մի հատ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ էլիտայի Խոսի օրինակ անկախության մասին։ Իրենք խոսում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների մասին։ Հիմա ներողություն։ Այսինքն, երբ որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը այնտեղ էր եւ մենք առաջարկում էինք խոսել դրա մասին, իրենք մեզ ասում էին դավաճան եւ իրենք նախընտրեցին գնալ այլ ճանապարհով կրկին Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դրդմամբ հիմա երբ որ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում է իրականացվել նոր եկել են մեր ասածին ուշ ինչպես միշտ իդեպ մի հատ էլ առիթ օգտագործելով մի բան էլ ասեմ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի իշխանազավթ խմբակների կողմից եւ նաեւ Լեռնային Ղարաբաղի նախկին իշխանությունների որոշ շրջանակների կողմից փորձ է արվում ցանկացած քննադատություն, որ իշխանությունը ուղղում է իրենց, կրկնում եմ իրենց, այսինքն Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի խմբակներին կամ Լեռնային Ղարաբաղի էլիտայի որոշ ներկայացուցիչներին, իրենք փորձում են դա վերագրել որպես խոսույթ ուղղված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ։ Ես ուզում եմ Լեռնային Ղարաբաղի մեր ժողովրդին, որոնք նույնն են ինչ ես, մենք նույն հայն ենք, իրենք մեր քույրերն ու եղբայրներն են, մեր ընտանիքի անդամներն են, ասել, որ կառավարությունը ոչ մի հակաղարաբաղյան սենտիմենտ չունի եւ թող
հերու ուղարկեն իրենք այս ավանտյուրիստներին, որոնք փորձում են հակադրություն մտցնել Հայաստանի կառավարության եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի միջեւ։ Հիմա հերթով։ Մի րոպե շողիկ ջան, անդա դու ես տալիս։ Մի վիճեք, մի թիրախավորեք իրար։ Պարոն Ռուբինյան, դուք որ ասում եք հակաղարաբաղյան որևէ բան չկա, բայց օրինակ Նիկոլ Փաշինյանն ինչ էր ասում ազգային ժողովի ամբիոնից, ասում էր բանը միտինգի մատերիալներ, հա, արցախցիների մասին խոսելու։ Հենց հիմա խեղադրում։ Ինքը ոչ թե ասում էր, որ արցախցիները միտինգի մատերիալ էին, այլ ասում էր Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը ու իրենց խմբակները փորձում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին դարձնել միտինգի մատերիալ։ Համաձայն եք, դրանք տարբեր բաներ են։